Ես նորից ողջունում եմ մեր բոլոր ընկերներին եւ հիշեցնում, որ Փակ TV-ն դարձյալ եթերում է։ Իսկ այս պահին ես հյուրընկալել եմ մի անձնավորության, ում մեր ունկնդիրը արդեն պարբերաբար սպասում է Փակ TV-ի եթերում։ Խոսքս մեր ճանաչված իրավապաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ, պարոն Շան։ Մենք կատարել ենք մեր ունկնդիրների խնդրանքը, ձեզ սկսել ենք ավելի հաճախակի հրավիրել եթեր եւ իհարկե այն հարցը, որ առաջինը ուղղելու եմ ձեզ, բոլորին հետաքրքրող հարցն է։ Ի վերջո ինչ փուլում է գտնվում Վարդան Ղուկասյանի աշխատգործը դատական եւ երբ նրան ազատության մեջ վերջապես կտեսնի մեր բոլոր այն հետևորդը, ով շահագրգռված է։ Շնորհակալ եմ հարցի համար։ Վարդան Ղուկասյանը գտնվում է վարչական կալանքի տակ եւ ցանկացած պահի կարող է դուրս գալ ազատության եւ մեկնել աշխարհի ցանկացած երկիր, բացառությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի այս պահին։ Սակայն չգիտես ինչու երկու ոտքը դրել է մի մաշիկի մեջ եւ ասում է, որ ԱՄՆ եւս պետքա ցանկանա խնդրի, որպեսզի մնա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դրանից հետո ինքը կորոշի, թե ուր գնա։ Անկեղծ ասած, ես հակված եմ, որ մեկ օր շուտ լինի ազատության մեջ, ինչի իրավունքը քիչ առաջ ասեցի վերջինս ունի եւ տեղափոխվի երրորդ երկիր, բայց որոշումը Վարդան Ղուկասյանինն է եւ ինքն է որոշում, թե որ ժամանակ ինչ գործողություն պետք է իրականացնի։ Ամփոփելով միտքս, պարոն Հուշյան, Միացյալ Նահանգների միգրացիոն դատանի դատական ակտը օրենքով սահմանված կարգը բողոքարկվել է վերադասացիան եւ վերջինս ունի իրավասություն երրորդ երկիր տեղափոխվելու ժամանակ դուրս գա վարչական կալանքից եւ տեղափոխվի երրորդ երկիր։ Այս պահին գտնվում է վարչական կալանքի տակ։ Հուսանք, որ մինչև դեկտեմբեր պարոն Ղուկասյանը իր վերջնական որոշումը կայացնի։ Պարոն Բաղդասարյան, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը լիովին վստահում է ձեզ եւ պատահական չէ, որ հայտարարեց նաեւ, որ իր կուսակցության իր շտաբի պետը այդ պարտականությունները կատարելու է Լևոն Բաղդասարյանը։ Սա նշանակում է, որ թե նրա եւ թե ձեր ծրագրերը ինչ որտեղ համընկնում են, թե ինչ որ տարաձայնություններ էլ կան։ Մետաքիր հարցեր պատասխանեմ։ Ըստ էության, իրավամբ պարոն Ղուկասյանը 3 թե առաջի օրը հայտարարեց, որ անվերապահորեն վստահում է եւ իր լիազորությունները կապված նախընտրական գործառույթների հետ փոխանցում է իր փաստաբանին, այսինքն ինձ։ Դա ասեմ, հաճելի էր լսել իհարկե, բայց նաեւ գիտակցում պատկերացնում եմ հարցի լրջությունը եւ բարձր պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է մեր ծրագրերը համընկնում են թե չէ։ Ծրագիր ինձ համար մի փոքր այլ ձև եմ պատկերացնում, բայց ասեմ, համընկնում են նրա օրենքի դիկտատուրայի այդ հաստատումը, որ ասել է, որը տարիներ շարունակ ես եմ ասել, զորբաների վերացումը, ասեմ, որ ունի բավականին մեծ ռեյտինգ եւ կարծում եմ ունակընդունակ է այդ գործողությունները իրականացնելու, եթե ունենա համապատասխան իշխանական լծակներ։ Լինեմ անկեղծ, համաձայն չեմ Վարդան Ղուկասյանի այնքին, որ իշխանության գալուց հետո պետք է այս կամ այն իշխանավորի նախքին կամ այս կամ այն լիազոր մարմնին կամ այս կամ այն անատին, որ պետք է իր խոսքով ասած պետք է վերացնի ասելով նկատի ունի, որ դատվելու են, աներողություն իրա բառը դատվելու են։ Ես կարծում եմ հայրենիքը բոլորինն է եւ նման դեպքում ոչ թե կոնկրետ ուղղակի, որ նախքին ես կամ չգիտեմ, նախքին ես պետքա դատվես, դրան միանշանակ դեմ չեմ, անձին պետքա մեղադրանք ներկայացվի եւ օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի, բացառապես կատարած արարքի համար։ Մեկ անգամ եւս ուզում եմ արձանագրեմ, որ հայրենիքը բոլորինն է։
Չկա մեկով անթերիա, չկա մեկով երկնքից հայ չէ ոտննել ամպոտ եւ անձ իր գիտակցական կյանքում ցանկացած փուլում ցանկացած իրավիճակում ինչու՞ չէ կարա եւ սխալվի եւ ինչու՞ չէ առերևույթ կատարի հանցագործություն, բայց եւ ես կարծում եմ, որ պարոն Ղուկասյանի իշխանության գալով միանշանակ կընդունի նաեւ այդ տակտիկան մարտավարական, որ բացառապես միասնական ձևով է հնարավոր ոչ միայն երկիրը այս արհավիրքային վիճակից թողնելու բառակոպիտա միգուցե հանելու, այլ նաև կերտելու արևային երկիր։ Պարոն Բաղդասարյան, այս հարցը ես տվել եմ Վարդան Ղուկասյանին եւ ուզում եմ տալ նաև նրա շտաբի պետին, այսինքն ձեզ, ինչ չեն արել նախկին իշխանությունները, որ պետք է անի Վարդան Ղուկասյանը իր թիմով։ Ես այդ հարցին պատասխանեմ այս ֆորմատով, այս ձևակերպեմ կներեք ձեր հարցը։ Ինչ են արել նախկին իշխանավորները, որ չի անելու Վարդան Ղուկասյանը գալով իշխանության։ Չի թալանելու, թալանածը հետա բերելու։ Եվ բերելու է օրենքով սահմանված կարգով չարգելված եղանակով, հա։ Միավորելու է ամբողջ ազգին։ Այմա օրեր առաջ ես լսեցի, որ դիմեց Կասես Սփյուռքին դիմեց եւ ասեց, որ այն գործողությունները, որ մինչեւ հիմա կատարվում են Սփյուռքի նկատմամբ, այդ վերաբերմունքը 170 աշճան փոխվելու է։ Այսինքն ինչա անհրաժեշտ է կրկնում եմ օրենքի դիկտատուրա եւ հավասար հայրենիքը բոլորին հավասար դրվելու է խաղի կանոն եւ այդ խաղի կանոնը դրվելուց հետո երկրի առաջի դեմքը սկսելու է Իրանից լինելու է իրավունքը գերակա եւ այո այն 90-ականներից սկսած թալանածը յետա բերվելու այնքանով որքանով որ թույլ կտան գործող ասենք նորմերները Եվ գիտեք, մի հարց էլ, որը կարող է վերջինը լինել, տեսեք, իմ լավ բարեկամներից մեկ, ով ձեզ իսկապես լավ ճանաչում է, ասեց, որ Բաղդասարյանը այնտեղ է, որտեղ կա քաղաքականացված գործեր, եւ նա վերցնում է այդ գործը, իման լավ գիտակցելով, որ այդ ամենին միջամտում է նաեւ իշխանությունը, այսինքն դա շատ այսպես ջուրին մի գործ է, հարց է, որը ամեն մի փաստաբան, ամեն մի իրավապաշտպան չի հանդուգնի, այսպես ստանձնի։ Իժենք տեկուս ներողություն +1-ի գործը, թե ինչպես եք դուք նաև պաշտպանել լրագրողներին, որոնք հալածվել են իշխանությունների կողմից, մի խոսքով բոլոր այս տիպի գործերում դուք առաջնամարտիկ եք։ Եվ հետաքրքիր է նաև այն, որ դուք ասեցիք, ես չզարմանաք, որ երբ իշխանափոխություն տեղի ունենա եւ Նիկոլ Փաշինյանին գամեն պատին, այսպես ասած, չզարմանաք, որ ես հայտնվեմ նրա կողքին իհարկե իրավական հարցերով։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Ասեմ հետեւյալը, կարճ կոնկրետ, ես իրավապաշտպան եմ եւ երբևիցե կանգնում եմ այնտեղ, անկախ նրանից ով այդ անձը, երբ իրականացվում է ընտրովի արդարադատություն, երբ իրականացվում է փողոցի արդարադատություն։ Այդ դուք հիշեցիք Ամեկ+-ի հերոստանգերությունը։ Իմ եւ ինձանից ավակ սերունդը, մի փոքր երիտասարդ սերունդը լավ կհիշի այդ հերոստանգերությունը։ Հերոստանգերություն, որը պատիվ կբերեր այդ թվականներին ցանկացած երկրի։ X քաղաքականության արդյունքում դրեցին թաղեցին Ամեկ+-ը եւ այո իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի առաջին ճղգործերից էր, որ կանգնեցի Ամեկ+-ի կողքը։ Այդպես օրինակներ շատ կբերեմ։ Գրողների միության պոլիտիկայի մասին պատմեմ։ Հետաքրքիր դա գործա։ Պատկերացրեք գրողները տարիքով գրող պոլիտիկա է, որը գրողների միջոցների հաշվին անվճար ու սպասարկում է իրականացնում։ Գնում է այդ պոլիտիկան եւ տեսնում է, որ վերանորոգում են մի երիտասարդ, երևի իր թորնիկի տարիքին, շատ լկտի ձևով իմանում է ով է, ասում է հայրի կրուգում շագոն մարշ, այս պայծկսած ինքը պոլիտիկա չէ, այս պայծկսած ինքը լինելու է ինչ-որ մի հատ մասնավորի օբյեկտ։ Լավ ենք հասկանում, որ առանց տվյալ այդ ժամանակի իշխանության նման բան չէր լինի։
այո Բաղդասարյան Լևոնը պետք է կանգներ։ Բաղդասարյան Լևոնը կանգնել եւ այդ պոլիտիկան հետ բերեց։ Եվ այդպիսի օրինակները շատ են։ Գանք էս մեր շրջանը։ Ինձ շատ հաճախ հարց են տալիս, դու չես ճանաչել Վարդան Ղուկասյանին եւ ըստ էության թիմակիցներն էլ չեմ ճանաչել։ Որն էր պատճառը, որ կանգնեցիր կողքին։ Կանգնեցի կողքին, որովհետեւ քաղաքական որոշում են կայացրել, որ պետքա խոշտանգեն։ Այսինքն նման ոչ թե Վարդան Ղուկասյանը դրսում էր։ Թիմին ու բոլորին կին, տղամարդ եւ այլն անխտիր կալանավորեցին։ Այդ անձանցից մեկը 2 ամիս փաստաբանի երես չի տեսել։ Բացառապես Մարտիրոսյանի եվրոպական դատարանի միջամտությունից հետո նոր փաստաբան մտավ։ Այո, վաղն էլ որ իշխանությունը փոխվեց, ես որպես իրավապաշտպան թույլ չեմ տալու լինի ինտրովի արդարադատություն, թույլ չեմ տալու լինի փողոցի արդարադատություն։ Եվ դա է պատճառը եղել, այո, ճիշտ է նկատել, եթե երկագունդը կլոր է, ոչ մի բան պետք չի բացառել։ Եթե վաղը մյուս օր քրեական վարույթ կնախաձեռնվի այսօրվա իշխանության բարձր դրան վրա, բավական է, որպեսզի իրականացվի փողոցի կամ ընտրովի արդարադատություն, Բաղդասարյան Լևոնը այնտեղ է լինելու։ Իրավունքը գիտությունը բարո արդարի մասին եւ ինչի ենք մենք վատ ապրում, որովհետեւ տարիներ, տասնյակ տարիներ շարունակ իրականացնում ենք ընտրովի փողոցի արդարադատություն։ 100 տարի առաջ էլ եղել ցավոք Հայաստանում, 200 տարի առաջ եղել, բազմիցս եմ ասել, մարդուն սարքում են սուրբ, հետո սարքում են տականք, հետո նորից սարքում են սուրբ, բայց մարդը իր բոլոր դրական եւ բացական գործողություններով ինքը մարդ է, ինքը բարձր արժեք է եւ պետքա կարողանալ բազմիցս եմ ասել, այսօրվա իշխանությունը հիշեք, չգիտեմ, 5-6 տարի առաջ 100+ ռեյտինգով սրբացրել էին, Նիկոլին սրբացրել էին։ Առաջին մարդը, որ հենց քննադատել է Մանվել Գրիգորյանի գործով, որ անմիջության կանխավարկը ծխեց խախտում։ Եղել է Բաղդասարյան Լևոնը։ Ոչ թե եղել է նրա համար, որ չեմ սիրել այդ իշխանությանը կամ չգիտեմ, կուսակցական էլ չեմ փառքասու, այլ միայն նրա համար, որ այդ մշակույթը պետքա դնել մշակույթ, որ չի կարելի իրականացնել ընտրովի արդարադատություն, չի կարելի իրականացնել փողոցի արդարադատություն։ Մի փոքր կներեք հետ գնամ, դա ինձ համար ցավոտ թեմա է։ Դուք գիտեք, որ Անդրանիկը փախել է Հայաստանից։ Մարդ, որ իրավուրին գործողությունն է, իր դրական բացական կերպարով իրավուրին գործառույթն է իրականացնել 20-րդ դարի սկզբներին։ Դուք գիտեք, որ այդ իշխանությունը զանգել է հարևան երկրին Թուրքիային, լավ իմանալով, թե Թուրքիայի համար Անդրանիկ ով է, եւ ասել է, բանա, կալանավորեք տվեք ինձ քրեական գործ եմ արուցել։ Դուք գիտեք, որ Անդրանիկը ասել է, ավելի լավ էր Թուրքի գյուլեն կպներ ինձի, քան ստես գնայի ասենք օտար հողերում։ Գիտեք, ասեցի ինչ-որ տեղել իրոք հուզվեցի, այ մենք դրա համար ենք վատ ապրում, որ մենք չենք գնահատում, գնահատում ենք նրան, ում իշխանությունը ցույց է տալի, որ ինքը լավն է։ Չեն գնահատում նրան, ում իշխանությունը ասում է, ես իրան չեմ սիրում։ Հələ միակ նայեք այսօր դատական համակարգը ինչ աղետալի, մեղմ ասած աղետալի վիճակի մեջ է իր գերծանրաբեռվածությամբ։ Ինչևից է դա այլ թեմա է։ Եվ այո, ճիշտ է նկատել ձեր բարեկամը, եթերից դուք խնդրեմ անունը ասեք ով է, շատ ճիշտ է նկատել, խոշորացով հետևել է։ Լինել է փողոցային արդարադատություն, լինել է ընտրովի արդարադատություն, ես տվյալ անձի բանա կողքն եմ կանգնելու եւ պաշտպանել եմ ոչ թե իրան, պաշտպանել եմ իրան առաջադրած մեղադրանքից։ Դե դա ձեր սկզբունքն է, պարոն Բաղդասարյան, եւ դուք դրանով էլ առանձնանում եք մյուսներից։ Ես պարզապես ուրախ եմ, որ դուք ամենակարևորը արդարադատության կողմն եք, ամենակարևորը, որ ամեն ինչ լինի արդար։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Մեր ունկնդիրները միշտ սպասում են Լևոն Բաղդասարյանին եւ իհարկե մենք բարբերաբար մեր սիրելի իրավապաշտպանին հրավիրելու ենք մեր ծրագրերի։ Այսօր այսքանը, սպասեք առաջիկայում նաև մեր ուղիղ կապին Վարդան Ղուկասյանի հետ։ Ցտեսություն։